Նախորդ տարի Գաֆէսճեան արվեստի կենտրոնն արվեստասերներին ներկայացրեց 20-րդ դարի հայ քանդակագործության մեջ մեծ ավանդ ունեցած Թերեզա Միրզոյանի ստեղծագործությունները։ Ցուցադրության հիման վրա ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը Միացյալ Թագավորության լավ կառավարման հիմնադրամի աջակցությամբ Նկարիչների միությունում կազմակերպել է ինտերակտիվ դասախոսություն «Կանայք հայ արվեստում» խորագրով։ Առաջին մասը մենք փորձել ենք խոսել այս տարվա խորհրդի մասին, որը հիմնականում վերաբերում է կիբերանվտանգությանը, ինչպես նաև նորարարությանը եւ ինչ դեր կարող է ունենալ կամ ինչ հնարավորություններ եւ վտանգներ է բերում այս նոր իրականությունը մեր կանանց համար, հատկապես այն կանանց, ովքեր քաղաքականության մեջ են ներգրաված, որոշումներ կայացնողներ են։ Նախաձեռնության հեղինակների խոսքով նախագիծը թե արվեստագետների, թե արվեստասերների համար կբացահայտի այնպիսի կանանց, որոնք նպաստել են հայ մշակույթի զարգացմանը։ Ինտերակտիվ դասախոսությանը բացի Թերեզա Միրզոյանից անդրադարձ կատարվեց 20-րդ դարի հայկին մյուս արվեստագետներին, նրանց թողած գեղարվեստական ժառանգությանը եւ այն միջավայրին, որում նրանք ստեղծագործել են։ Մենք երբ ցուցադրության էինք պատրաստում, ուղղակի անուղղակի հարցում սկսեցինք անել, չգիտեին։ Շատերը չգիտեին Թերեզա Միրզոյանին, իսկ ուրիշ ինչ հայ կին արվեստագետ գիտեք, ցավոք պատասխանները շատ խղճուկ էին։ Կանանց դերը քաղաքացիական հասարակության, քաղաքականության եւ հանրային կառավարման մեջ մեծացնելու ուղղությամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը աշխատանքները շարունակելու է առաջիկա տարիներին նույնպես։ Փորձելու ենք աջակցել կանանց քաղաքական առաջնորդության զարգացման համայնքներում, հանրային կառավարման ոլորտում գենդեր ազգային գործելակերպի ներդնման, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ավելի ակտիվացման, որպեսզի կանանց օրակարգը կարողանան ներքևից վերև քաղաքականությունների մշակման մեջ ներգրավել։ Մասնակիցները վստահ են նման նախաձեռնությունները նպաստում են կանանց ներուժի բացահայտմանն ու օգտագործմանը, ինչպես պետական կառավարման, այնպես էլ մյուս ոլորտներում։ Էլեն Սարգսյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։